Ասնեմ Նիկոլի խաղաղությունը եւ խոսքը սկսեմ նրանից, որ մենք, ինչպես որ աշխարհի բոլոր լավ մարդիկ, երազում ենք խաղաղության մասին։ Ոչ միայն ձգտում ենք կամ կողմ ենք խաղաղության, այլև հենց երազում ենք խաղաղության մասին։ Բայց մենք պետք է ընդունենք ու գիտակցենք, որ խաղաղությունը միայն ուժեղների մենաշնորհն է եւ խաղաղություն կարող է լինել միայն, երբ որ պետությունները ուժեղ են, այլ ոչ, երբ որ մենք հանձնում ենք հողեր, նվաստացած ենք, այդպես խաղաղություն հնարավոր չէ ունենալ։ Եվ եթե մենք նայենք Նիկոլին, ով արգզի դավաճան է, ինչպես կարելի է հավատալ, որ դավաճանը կարող է երկրին բերել խաղաղություն։ Եվ որպեսզի չստացվի, թե սա մեր սուբյեկտիվ կարծիքն է պարզապես, բազում փաստերից մի քանիսը ներկայացնենք։ Նախ իբր խաղաղության ողջ ընթացքին զուգահեռ մեր թշնամու հետ Ալիևը ակնհայտ շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ բաց կոչ է անում, որ նա պետք է տիրանա իր պատմական հայրենիքին, այսինքն մեր Հայաստանին։ Նա արդեն իսկ գրավել է մեր Հայաստանի բազմաթիվ տարածքներ եւ մեր սուվերեն պետության տարածքները գտնվում են իր տիրապետության ներքո։ Նա պլանավորում է 300,000 ադրբեջանցի բերել եւ ապրեցնել մեր երկրում եւ այսպես շարունակ։ Չհաշված, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն անգամներ աճել է, օրինակ 2020 թվականին դա ընդամենը 2.2 միլիարդ դոլար էր, այնինչ հիմա այն 5 միլիարդից ավելի է։ Եվ կարելի է շարունակել երկար փաստերի ցանկը, բայց եկեք բացահայտենք Նիկոլի խաղաղությունը ինչ է իրականում։ Նիկոլի խաղաղությունը մեր տարածքների կորուստն է եւ ցեղասպանությունը։ Մենք արդեն իսկ կորցրեցինք մեր թանկագին հայկական Արցախը, այն Արցախում եղավ ցեղասպանություն, եւ եթե մենք չզգոնանանք եւ ողջ ուժերով դուրս չգանք պայքարի ազգովի, այդ ամենը կարող է տեղի ունենալ նաեւ արդեն այստեղ մեր բոլորիս հետ։